Այսօր լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը։ 110 տարի անց չի մարել հայության պայքարի եւ պահանջատիրության ոգին։ Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը տարեց տարի առավել ակտիվությամբ է բողոքի ձայն բարձրացնում հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման նպատակով։ Շարունակում է պայքարել պատմական արդարության վերականգնման համար։ Մեզ համար ապրիլի 24-ը առաջնահերթ խոնարհումի եւ ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակման օր է, որն Աբովյան համայնքում ամեն տարի նշվում է խոնարհումի երթով եւ հարգանքի տուրքով։ Հայոց Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ավականու անդամները, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներն ու քաղաքացիներ այցելել են հուշակոթող հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Քսաներորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում եւ Արևմտյան Հայաստանի նահանգներում երիտթուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի դեմ իրագործվեցին նախապես ծրագրված սպանություններ, բռնի տեղահանություններ, զանգվածային կոտորածներ։ Թուրքական ոճրագործ ծրագրերի զոհ դարձավ ավելի քան 1.5 միլիոն հայ։